Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Antifake-ի հետ մենք վերստին ձեր ուշադրության ենք ներկայացնում Ղազարյան versus Ղազարյան նախագիծը, դրա հերթական 82-րդ թողարկումը։ Այս անգամ Պետրոս Ղազարյանի հյուրն է եղել ազգային ժողովի նախորդ գումարման падգամավոր քաղաքացիական պայմանագիր խմբակցության ցանկից Միքայել Զոլյանը, կմշակվի հավուր պատշաճի եւ ըստ արժանվույն։ Բաժանորդագրվեք Antifake-ի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները, իսկ Donation Alert, Patreon, Super Chat բանկային փոխանցումներով օգնեք Antifake-ին այս եւ մյուս նախագծերը իրականացնելու համար։ Բարի եկոս սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Այսօր մենք կզրուցենք քաղաքագետ Միքայել Զոլյանի հետ։ Բարի եկո պարոն Զոլյան, շնորհակալություն հավեր ընդունելու համար։ Բարև ձեզ։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Պարոն Զոլյան, այսօր կրկին շարունակվեցին եկեղեցի եւ իշխանություն փոխադարձ մեղադրանքները եւ գնահատականները։ Ըստ ձեզ ո՞րն է այս բանավեճի բուն էությունը։ Դե նախ ես չի ասի, որ եկեղեցի իշխանություն այդ ամենաճիշտ ձևակերպումն է, որտեղ այնուամենայնիվ եկեղեցու որոշ սպասավորներ եւ քաղաքական իշխանություն, եկեք այսպես ասենք, ինչի, որովհետեւ նախ իշխանությունները շատ են, հա, մենք երբ որ ասում ենք իշխանություն, Սովորաբար նկատի ունենք քաղաքական իշխանությունը գործադիրը, բայց իրականում հասարակության մեջ շատ տարբեր իշխանություններ կան, կա հոգևոր իշխանություն, որը տվյալ դեպքում հենց եկեղեցին է, կա բիզնես, կա մեդիա, հա, նրանք բոլորը ինչ որ իշխանություն ունեն եւ շատ կարեւոր է որ դրանք տարանջատված մնան եւ հիմա ըստ էության ինչ է տեղի ունենում Հայաստանում մոտավորապես 2021 թվականից ի վեր հոգևոր իշխանություն ունեցող մարդիկ մտել են քաղաքական գործընթացի մեջ։ Այսինքն, ինչով է արտահայտվում Բա անունը դրել ես քաղաքագետ։ Չես հասկանում, որ քաղաքական գործընթացը դա քաղաքական պրոցեսների մասնակցությունն է, ընտրություններն են, նախընտրական շրջանն է, որ երբ ա եղել, որ Հայաստանում երբևէ եկեղեցին մասնակցած լինի քաղաքական գործընթացներին։ Անունը դրել է քաղաքագետ սա։ Եվ մինչև վերջերս քաղաքական իշխանությունը փորձում էր դա այսպես ասած չտեսնելու տալ, բայց Հիմա քաղաքական իշխանությունը որոշել է հակառակ, պես ասած, հակահարված հասցնել եւ ցույց տալ, որ եթե դուք մտնում եք մեր ոլորտ, մենք էլ կարող ենք մտնել ձեր ոլորտ։ Այսինքն կարան իրանք արդեն կնունք անեն, օրհնություններ անեն, փսակադրություն անեն։ Պետրոս հաջողություն ունի, որ դու երկրորդ անգամ փսակվես, գետաս թող քեզ Նիկոլը ամուսնացնի։ Եղավ։ Նիկոլը մի հատ սև շոր գցի վրան, բանկանի մի հատ էլ կկրտի էլ իրանց ձևով։ Հիմա ինչ պարտադիր է քրիստոնեական, ինքը ասում է հոգևոր իշխանությունը խո չի ենթադրում, որ քրիստոնեական պիտի լինի կամ առաքելական եկե։ Մուսուլմանությունն էլ է հոգևոր։ Քեզի թո ձեր ադաթով անեն։ Դե вообще ընդհանրապես ձեզ արդեն թո Նիկոլ Փաշինյանը իր արդեն այս վերջերս Ստամբուլ գնացել է, ընդ իրան երկրորդ անգամ արդեն երևի արել են այդ նույն բանից, արդեն ձևը գիտի։ Դե սաղիդ կանի, դու էլ կետաս, թո քեզ էլ անի։ Ինչու հենց հիմա դա տեղի ունեցավ, սա լավ հարց է, ես տպավորություն ունեմ, որ հավանաբար այս ամեն ինչի պատճառը Հայաստանում չի գտնվում, հավանաբար պես ասած այդ սրացման պատճառը այնուամենայնիվ գալիս է դրսից, հա, որովհետև Դե որտեղից կարող է գալ։ Հայաստանի պարագայում ընդհանրապես մենք գործ ունենք ապագաղութացման գործընթացի հետ, հա, Հայաստանը եղել է ռուսական կայսրության մաս, հետո խորհրդային միության մաս։ Այ ախպեր դու հին բաներ ես ասում, այս տարվա հունվարի 14-ին Հայաստան արդեն Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել, դու եսին որ թվի բաներ ես ասում, մենք հիմա ունենք ռազմավարական գործընկերներ, Ֆրանսիան արդեն մեզ պաշտպանում, գալիս է թղթեր են ստորագրում, Արցախը հանձնում են Ադրբեջանի բանին, դու եսիմ, չէ, եթե դրսից է գալի, ուրեմն պետք է Ամերիկայից գա, չէ, Պետրոս, երեսի հետ ամենաս, ինչ է Ռուսաստանը վերաց է բրծել արդեն, էլի, չէ, դուք նենց ես ներկայացնում արդեն, որ բրծած գնացած բան է։ Եվ Հայաստանի հասարակական կյանքի գրեթե բոլոր ինստիտուտները այս կամ այն չափով եղել են Ռուսաստանի ազդեցության տակ։ Հիմա որոշ ինստիտուտներ ինչ որ չափով ազատվել են այդ ազդեցությունից,
որոշ ինստիտուտներում այդ ազդեցությունը պահպանվում է եւ Հիմա Պետրոս ջան, եթե սա քաղաքատգետ չի, կարաս ես բացատրես, թե ոնց կարա Ռուսաստանը մեր եկեղեցու վրա ազդեցություն ունենա, երբ որ մեր եկեղեցին ավելի հին է, քան Ռուսաստանը։ Երբ որ մեր եկեղեցին ամբողջ աշխարհում սփռված թեմեր ունի, ամբողջ աշխարհի, այդ թվում արևմտյան երկրներում նույն կերպ, ոնց որ Ռուսաստանում։ Երբ որ Ռուսաստանը խորհրդային ժամանակաշրջանում եղել է աթեիստական պետություն եւ եկեղեցու հետ ընդհանրապես որևէ կապ ու առնչություն չի ունեցել եւ եկեղեցու համար եղել են ամենադժվար ժամանակաշրջանը, եկեղեցիներ են քանդվել, հավատքի դեմ պայքար է մղվել, պետական մակարդակով աթեիզմը ընդունվել է որպես։ Մենք ես ուզում եմ իմանամ, էլի, Ռուսաստանի ազդեցությունը հայ առաքելական եկեղեցու վրա, այդ մասին խոսացող մարդու գլխի մեջ քանի հատ աշխատող ողջ մնացած բջիջ կարա լինի։ Քանիս կարա լինի Պետրոս։ Եկեղեցին ասում է, որ երկիրը կործանվում է եւ ինքը ստիպված է այ գնալ այդ քայլին։ Դե նախ էլի, երբ որ ասում ենք եկեղեցի, դա լայն հասկացություն է, հա, որտեղ որոշ հոգեվորական։ Հա, բայց տեսեք, ասենք կա նախ Էջմիածնի կա եկեղեցին, կա, բայց օրինակ Կոնստանտինոպոլսի պատրիարքարանը, Երուսաղեմի պատրիարքարանը, Կիլիկիայի կաթողիկոսությունը եւ այլն, հա, իրանք այս ամեն ինչի գործընթացի մեջ չկան։ Լրիվ խառնեցիր, ոչ եկեղեցու կառուցվածքը գիտի, ոչ ներքին հարաբերությունները գիտի, ոչ տեղյակա թե նրանք ինչ հայտարարություններ են արել հետ պատերազմյան ժամանակաշրջանում, ոնց են նրանք բոլորը միաբան, որ մեր պատրիարքությունները դրանք էջմիածնական են, որ Կիլիկիո աթոռը դա առանձին կաթողիկոսություն, սա խառն է իրար այնքան որ խոսա էլի։ Հիմա այն պնդումները, որ դուք ասում եք, հա, դա քաղաքական պնդում է, դա քաղաքական տեքստ է, որը կարող է ասել քաղաքական գործիչը։ Հա, եթե դուք հոգևոր իշխանության ներկայացուցիչ եք, դուք նման տեքստեր չպետք է ասեք, կամ եթե ասում եք Հայաստանը կործանվում է, ուրեմն ձեր ելքը պետք է այն լինի, որ դուք Աստծուն աղոթեք, որ չկործանվի։ Աղոթելով էլի, ասենք ճիշտ է Նիկոլ Փաշինյանը դնում է, ենթադրենք Արցախը հանձնում է Ադրբեջանին, ու այդ Արցախը հանձնելուց Ադրբեջանին է հանձնում հարյուրավոր եկեղեցապատկան, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն պատկանող, իր սեփականությունը հանդիսացող եկեղեցիներ, վանքեր, տաճարներ, եկեղեցական համալիրներ, խաչքարեր, գերեզմաններ եւ եկեղեցին ինչ իրավունք ունի ասի երկիրը կործանվում է, ինչ իրավունք ունի ասի մեր եղած անել է, ընդհանրապես պետք է աղոթի։ Կլի, չիլի, ընդհանրապես աղոթել, բայց չի կարա եկեղեցին իշխանության ասի, այ իշխանություն, մինչև քո գալը մենք մեր համար մեր հոգևոր կյանքը կազմակերպում էինք, նոր եկեղեցիներ էին կառուցում։ Ասենք Գարեգին երկրորդը կարար գնար Ստեփանակերտում, մասնակցեր նորակառույց եկեղեցու բացման, օծման արարողությանը, բայց իրավունք չունի նա Նիկոլ Փաշինյանին ասի, ինչի է այդ եկեղեցին հանձնի Ադրբեջան, ընդհանրապես կարա նստի իր համար աղոթի, հիմա կլի, կարող ալում է։ Ոչ թե դուք մտնեք քաղաքական գործընթացի մեջ, աջակցեք այս կամ այն քաղաքական ուժին, կամ պահանջեք այս կամ այն քաղաքական գործի հրաժարական եւ այլն։ Դրանով իսկ եթե դուք մտնում եք այդ դաշտ, դուք ձեզ դուրս եք դնում արդեն կրոնական կազմակերպության դաշտից, դուք դառնում եք կամ քաղաքական կուսակցություն, կամ հասարակական կազմակերպություն, հա, եւ իսկ սա արդեն լրիվ ուրիշ ոլորտ է, հասկանում եք, կան գործունեության ոլորտներ, որ այդ ոլորտի մարդիկ չպետք է պես ասած մտնեն քաղաքական դաշտ, հա, օրինակ բանակը, հա, անվտանգության մարմինները, նույնը եկեղեցին է վերաբերում։ Ինչ կապ ունի, ասում են նույնն էլ եկեղեցին է, ինչ կապ ունի եկեղեցին բանակի հետ, բանակը պետական կառավարման ինստիտուտ է, ապա քաղաքական պետական մարմին ունի օրենքով իր առաջ դրված խնդիրներ, եկեղեցին պետությունից անջատ կազմակերպություն է։ Հիմա եկեղեցուն գնացել են, վնասը տվել են, եկեղեցու ունեցվածքը զրկել են, իր հավատավոր հոտին սարքե փախստական գցել են փողոցները, եկեղեցին իրավունք չունի դրա վերաբերյալ դիրքորոշում արտահայտի։ Այդ անողին իրավունք չունի, ասի գիտես ինչ, դու չես կարողանում մեր պետությունը կառավարես, Ռադետ Քաշի գնա քաղաքական գործիչներն է թող որոշեն ով է գալի։ Եկեղեցին այդ process-ներին արդեն չի մասնակցում։ Ընդհանրապես ասում է մեր երկիրը ավերող, մեր երկիրը ճշտամուն ազնողները պետք է հեռանան։
Չէ, դա լավ քաղաքական գործ։ Եկեղեցի դրան չպիտի խառնվի, ասում եմ, ոնց որ ազգային անվտանգության ծառայությունը։ Ու էսի Պետրոս, կոչվում է քաղաքագետ, հասկանում ես։ Էսի ասին գիտական աստիճաններ գիտենք ինչ ունի, էլի, նորմալ մարդու տղա է, էլի։ Հերը իր հեղինակությամբ օգնել է, բայց հետո ընկել կերակը։ Հերը նորմալ մարդ ասեմ մացի։ Որովհետև եկեղեցին պետք է լինի այն տեղը, որտեղ բոլոր մարդիկ, անկախ իրենց քաղաքական պատկանելությունից, քաղաքական հայացքներից, անկախ նրանից նրանք համարում են, որ Հայաստանը կործանվում է, թե ընդհակառակը ազատագրվում է, կարող են գալ եւ միասին, հա, ինչ որ ունենալ ինչ որ մի փորձառություն։ Իմացար Պետրոս, Հայաստան ազատագրվում է։ Այս քաղաքագետը, Նիկոլական Գեղագետը, բանը, կարծում է, որ Հայաստանը ազատագրվում է։ Իսկ եկեղեցին չի նկատում այդ ազատագրումը, թե ոնց է Հայաստանը նոր տարածքներ ազատագրում, գործունեության ծավալները մեծացնում, եկեղեցու համար նոր հնարավորություններ ստեղծում, չեն նկատում, ինքն է մենակ նկատում։ Չեմ կարծում, որ սա թուրք լինի։ Չէ, այ Պետրոսյան, խոսա թուրք չեն լինի։ Հիմա կարա նաև հայ լինի, դες բաներ խոսա, չէ, բայց դավաճանություն ինչի համար այ ախպեր։ Սես բաների համար է, էլի։ Ինչն է կապում նախկին իշխանություններին եւ եկեղեցուն։ Մատ հələ դու քո հարցը, մատ ինքդ քեզ համար դու։ Ասենք ինչ կապ կարա լինի նախկին իշխանության եւ եկեղեցին իր համար բոլոր ժամանակներ ինչ իշխանություն այդ տղա։ Հələ Հայաստան անկախ պետություն չէր, եկեղեցին գոյություն ունեց, հասկանում ես։ Եկեղեցու առաջի կապը իշխանությունները տեղել է Տրթատ թագավորի ժամանակներ։ Հիմա որ ասում ես նախկին ում նկատ ունես, Տրթատ թագավորին շատ մեծ կապ ունի։ Եկեղեցին սրբադասել է Տրթատ թագավորին, որովհետև նրա ղեկավարման շրջանում քրիստոնեությունը ընդունվել է որպես պետական կրոն։ Էր որ նախկին իշխանություններ, կոմունիստական իշխանության հետ նկատ ունես, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ինչ կապ, շատ մեծ կապ ունի։ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգային հերոսի առաջի կոչումը շնորհել է Վազգեն առաջին ամենայն հայոց կաթողիկոսին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու առաջի անձնագիրը հանձնել է ամենայն հայոց կաթողիկոսին։ Էլում նկատ ունես, Ռոբերտ Քոչյանի նկատ ունես, նրա պաշտոնավարման շրջանում նոր եկեղեցիներ են կառուցվել ամբողջ Հայաստանում, Սփյուռքում, Սերժ Սարգսյանի նկատ ունես, նույնն է եղել, եկեղեցին զարգացել, զորացել է, հարստացել է, նոր եկեղեցիներ են կառուցվել, հավատքա տարածվել, կրոնի դասավանդումը, եկեղեցու պատմության դասավանդումը մտել է դպրոցական ծրագրեր, մեր հասարակությունը ավելի կապ ինչ կապ ունի։ Այդ կապն ունի, ուրիշ ինչ կապ պիտի ունենա։ Հեսա տեսես ինչ է ասելու։ Դե տեսեք, ընդհանրապես ու կարելի է սա շատ հերվից սկսել, հա, չգիտեմ, Պապ Թագավորից եւ Տրդատի երրորդից եւ այլն, բայց եկեք այդքան հերվից չսկսենք։ Ես կարծում եմ, որ 90-ական թվականներին կամ Խորհրդային Միության վերջի տարիներին շատ թեքիչ բալանսավորված իրավիճակ էր, եկեղեցին իր գործերով էր զբաղվում, քաղաքական իշխանությունները իրենց գործերով էին զբաղվում, բայց 90-ականների վերջից ել ավելի ուժեղ մոտավորապես 2008 թվականից հետո արդեն Սերժ Սարգսյանի օրոք որոշակի սերտաճում է սկսում տեղի ունենալ քաղաքական իշխանության, որը այդ ժամանակ նաև սերտաճած էր բիզնեսի հետ եւ ամեն ինչի հետ, եւ եկեղեցու միջև, հա, որը ինչով արտահայտվում։ Օրինակ, եթե մենք հիշում ենք, այդ ժամանակ, ասենք, հայ-առաքելական եկեղեցու պատմությունը մտցվեց դպրոցներում որպես պարտադիր առարկա։ Էդի փաստորեն Պետրոս հայ-առաքելական եկեղեցու պատմությունը, որ դարձավ դպրոցում, էդի պետության բիզնեսի եւ եկեղեցու սերտաճման օրինակ էր։ Այդպես մի հատ սերտաճում էլ գիտես, երբ եղավ, եւ որ շախմատը մտավ դպրոց որպես պարտադիր դասընթաց։ Այդ շախմատային քրյա օլիգարխիկ հասարակությունը, այդ շախմատիստներ են Արոնյանը, Հակոբյանը, բաները, Լպուտյանը, այդ օլիգարխները շախմատային սերտաճեցին նախկին իշխանությունների հետ ու մտան դպրոց։ Լավ էր կնիկը տեկավ դրան սա հարցերը լուծեց Պետրոս ջան, այդ եկեղեցու պատմությունը հանեց, այդ շախմատի նկատմամբ Ադրբեջաններն ու Թուրքիան են մցրեց դպրոց։ Լավ էր եկավ այդ կնիկը, հələ էլ չեմ ասում են զուգարանը։ Պետրոս ուրիշ ոչ մի բան չլինի, քու կնիկը հիշվելու է դպրոցի զուգարաններով։ Տես այդքան դպրոցի զուգարան, որ նա մտել է, ես չեմ հիշում, որ Հայաստանի որևէ կրթության նախարար այդքան դպրոցի զուգարան մտածել, ինչքան քո կնիկն է մտել։ Մեծ գործար է։ Ու նաև օգնել այդ սերտաճումը հանելու համար։ Այս մարդն է տես քաղաքագետա դա
նկատել նստել է գիտնական է, էլի, գիտնականներ նստածի, ուսումնասիրություններ արածի, ի պարզածի, որ սերտաճացի եկեղեցին պետության խետը։ Եկեղեցուն ոնց որ ասում էին, այ մենք ձեզ լավություն կանենք, դուք էլ մեզ լավություն արեք։ Գիտես ինչ մեծ Պետրոս էդ իսկականից արա եկեղեցին չի մանում այդ լավության տակից դուրս գա, որովհետև տաղավար տոներ կան, որոնց հաջորդ օրը մեռելոցը եւ մարդիկ պիտի գնան գերեզմաններ ու պետությունը ընդառաջ է գնացել եկեղեցական տոներին հաջորդ օրը որ քաղաքացիները գնան իրենց հարազատներին գեղեցիկ տոների առիթով նաև այդ բարի ավետիսը հասցնեն իրենց եւ դա մեծ լավություն էր եկել արա միլիոններ որ պետությունը դրա արդյունքում եկեղեցին աշխատել է միլիոններ ու սենց սերտաճել են էլի դրա համար այս քաղաքագետ գիտնականը դա արձանագրել է որպես գիտական նվաճում ու եկել է հանրային հեռուստաընկերությունից դա ներկայացնում է գերեզմաններ իրենց հարազատներին այցելող քաղաքացիներին որպես սերտաճման օրինակ մեկը հարցնի ասի քո հարազատի մի գերեզմանի այցելում ես դու ընդհանրապես ինչ կապ ունես էլի եկեղեցու հետ հեղափոխությունից հետո այդ ամեն ինչը ըստ էության հա դադարեցվեց բայց հետարքիր ինչն է հեղափոխությունից հետո եթե հիշում եք կար շարժում հա նոր Հայաստան նոր հայրապետ եթե չեմ սխալվում որին ըստ էության այդպես ընթացք չտրվեց որովհետև նոր իշխանությունները չուզեցան որ ընթացք տրվի հա հիշում եք Փաշինյանը ըստ էության պաշտպանեց եկեղեցու հին ղեկավարությանը ասեց որ ժամանակը չի եւ այլն շատ մեծ աջակցություն էր Պետրոսի շատ մեծ էր ճիշտ ասում ես հիշում եմ այդ որ վեհապարը գնացել էր գնդեվանքի վանական համալիր այդ խուլիգանները հարձակվել են վեհապարի վրա մամլու խոսնակն ասած վեհապարի կյանքին վտանգ ասպառնում դրանից առաջ Փաշինյանը վեհապարին պետական պահպանությունից հանել էր արդեն վեհապարը թիկնապահ չուներ պաշտպանվելու ոչ մի ոստիկանությունը ոչինչ չէր անում ոչ մեկին ոչ ձերբակալել է դրանցից ոչ կամ ներխուժել էին դրանք վեհարան բայց հետո ասենք Հայաստանյաց առաքելական եկեղեցու արևմտյան թեմը մեծ թեթև $50,000 իմ քայլը հիմնադրամին բլտ ոնց որ թե մեկ իշ խաղաղվան բայց այս մարդը դա ասում է դրանից հետո 2019 թվին հարձակում եկեղեցու վրա 2021 թվին հրաժարականի պահանջից հետո հարձակում եկեղեցու վրա 2024 թվին չեն թողնում կաթողիկոսը գնա Սարդարապատ սրբազան պայքար նորից հարձակում եկեղեցու վրա չէ Նիկոլ Փաշինյանը տենց եկեղեցին ասենց ափերի մեջ պահում է հա ափերի մեջ Այսինքն այն ժամանակ ցի խնդիր դրված չէր, հա, որ պետքա, չգիտեմ, ինչ-որ փոխել եկեղեցու ղեկավարին եւ այլն։ Այսինքն այս գործընթացը, որ հիմա է տեղի ունենում, ինքը ինչ-որ նոր բնույթի գործընթաց։ Այո, նոր, այդ մի բանը ճիշտ է ասում, նոր բաներ էլ կա, էլ, ասենք օրինակ այդ եկեղեցու դեմ պայքարը այսքան բերին հաջողության չհասան, մեկ էլ էս կաթողիկոսը Պետրոս, պատկերացնում ես, ասենք արդեն իրան ընենց կաթողիկոսի տեղա դնում որ գնում է Շվեյցարիայից իրանց առաջնորդին Իլհամ Ալիևին ասում է պատերազմական հանցագործ ասում է որ նա ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի դեմ արցախցիներին բռնի տեղահանության է ենթարկի ասում է որ արցախցիները պիտի Արցախ վերադառնալու իրավունք ունեն։ Այսինքն ոչ թե ադրբեջանցիները պիտի Հայաստան գան 300,000 հոգի, 1 միլիոն հոգի, այդ ինչ-որ արցախցիները պիտի հետ։ Այ քեզ բան։ Ասում է պիտի Ադրբեջանի բանտում դատվող հայ ռազմագերիները հետ գան Հայաստան։ Դե չէ լավ։ Նոր է ժամանակ արդեն ով այդ ամեն ինչ ասե կաթողիկոսը։ Ուրեմն ում վրա ենք հարձակվում կաթողիկոսի։ Ուրեմն ո՞նց ենք հարձակվում ամբողջ կազմով։ Նիկոլն ընդից է խոսում, Աննան ընդից է գրում, Պետրոսն ըստից։ Սա էս ինչ է սրա ունը։ Միքայելը ընդեղի քրիստոնեական էլ անունն է արա սրա վրա դրած Սուրեն Զոյլյանն էլ հետաքրիր մարդ է ասա դներ Ահմեդ էլի արի ոչ ինչքան ասում սրան Ահմեդը ես մի բան տարօրինակ եթե եկեղեցին սենց սրտացավ է մեր պետության նկատմամբ ինչը բնական է ինչու 20 տարի նրանք ոչ մի բանի մասին չէին բարձրաձայնում չէին ասում ընտրությունները մի կեղծեք չէին ասում սոցիալական խայտարակ արդարությունատիր, ավելի շուտ անարդարությունատիրում եւ մենք 1 միլիոնից ավել մարդ լքեց երկիրը եւ գնաց։
չէին ասում մի գողացեք, հա, եւ այսպես մի սպանեք, եւ այսպես լիքը բաներ, լռություն։ Հիմա հանկարծ հիշել են, որ հայրենիքը վտանգված է։ Լսի, Պետրոս, այդ ասենք մի քանի հատ հարցը անգիրարած դրել ես դեմդ, այս վերջին շրջանում ով գալիս է այդ հարցը տալիս ես։ Այսինքն ոնց չի ասե, եկեղեցին չի ասե մի սպանեք, մի շնացեք, մի թալանեք, դրանք պատվիրաններն են, ոչ չի ասե։ Ուղղակի դու եկեղեցի չես գնում, չգիտես, թե եկեղեցականները ինչ քարոզ են անում, ինչ ուսմունք են տարածում, ինչ գաղափարներ են տարածում, այդ դու տեղյակ չես։ Հիմա որ պետությունը չի հանձնվել թշնամուն, եկեղեցին էլ ասեր, ինչա երկիրը հանձնում թշնամուն, հակառակը, պետությունը ուներ բանակ, եկեղեցին էլ գնդերեսներ ուներ, որոնք այդ բանակում իրականացնում էին հոգևոր ծառայություն։ Պետությունը իր տարածքներ ամրապնդում, եկեղեցին էլ ընդ կառուցում էր նոր եկեղեցիներ, նոր վանքեր, նոր մատուռներ, այն առաջնային դիրքերից սկսած մինչև քաղաքներում բան։ Այսինքն ինչ պիտի աս, եկեղեցին պիտի բանը դիտորդ էր ընտրական, որ այդ ընտրական գործընթացներին ասեր ընչեք ընտրություն կեղծում, որ չգիտեմ Պետրոսի բարգավաճը ձեն հավաքի։ Դու էիր բարգավաճ, դու ձեն հանեիր, լրագրող էիր, ոչ թե քարոզչություն անեիր, այլ հակաքարոզչություն անեիր, այլ դուս գայիր ասել ես ինչ անարդարություն։ Այսինքն դու անարդարություն անես եկեղեցին խոսի, հա։ Դե գիտեք, տարբեր մարդկանց պարագայում տարբեր է, կարող է եկեղեցու ինչ-որ սպասավորներ կան, որոնք իրոք կարծում են, որ հայրենիքը կործանվում է եւ ուրեմն այդ իրենց պատկն է, հա, կան մարդիկ, որոնք ինչ-որ տեղից այսպեսի հրաման են ստացել, կան մարդիկ, ովքեր ինչ-որ շահ են տեսնում դրա մեջ, դա կարևոր չէ եւ իրականում ես կարծում եմ, որ գուցե եւ ճիշտ էր, որ նրանք ձայն չէին հանում, ուղղակի խնդիրն է, որ հիմա պարզվում է, որ ձայն չէին հանում, ուղղակի որովհետեւ խնդիր չէին տեսնում, հա, ոչ թե որովհետեւ այդ սկզբունքին էին հետևում։ Լսի կարողա ձայն չէին հանում, հիմա են ձայն հանում, որովհետև հայրենիք չեն տեսնում, հայրենիքը չկա։ Բայց եթե հայրենիք չկա, եկեղեցի էլ չկա, չէ։ Հիմա ասենք Շուշիի Ղազանչեցոց վանքում պատարակ չկա։ Այնտեղ այլևս հոգևորական չկա։ Չպիտի բարձրաձայնե դրա մասին։ Դե ճի, հա։ Թո աղոթ են ասում։ Դե հիմա այ քեզ, աղոթել են այս բանա, ով ասում որ պիտի հենց անպայման էթա Շուշիի Ղազանչեցոց վանքից աղոթես։ Այ քեզ բան։ Կետաս Լոս Անջելեսից կաղոթես, կետաս Ֆրանսիայից կաղոթես, կետաս Արգենտինայից կաղոթես, կետաս Մոսկվայից կաղոթես։ Դե չկա էլի հիմա, այ քեզ բան։ Ինչ բարձրաձայնելու մասին է կեղո, այս ինչ սերտաճման մասին է խոսքը։ Հենց դրա այս աշխարհիկության սկզբունքը հենց այսպիսի իրավիճակների համար է, երբ որ ամեն ինչ լավ է, բոլորը ամեն ինչ, հա, ամեն ինչում համաձայն են, բնականաբար կարիք էլ չկա, հա, ինչ որ սկզբունքների, որոնք կկարգավորեն մեր իրար հետ հարաբերվելը, հա, որովհետև օրինակ հայերեն սահմանադրություն բառը շատ լավ բառ է, հա, ընդհանրապես սահման բառը նաև օրենք իմաստ ունի հայերենում, որովհետև սահմանը ինչ անում, ինքը ասում է այստեղ քո ազատությունն է, այստեղ քո ազատությունն է, դու քո ազատության շրջանակներում ինչ ուզում ես արա, ուրիշ մարդկանց կամ ինստիտուտների դաշտ մի մտի։ Ասում աղբեր ջան, դու ինչ ուզում ես արա, ուղղակի Նիկոլ Փաշինյանի մի քննադատ է, աղբեր ջան, դե արդեն սահման է դրած։ Մինչև Նիկոլ Փաշինյանին հասնելը ինչ ուզում եք արեք աղբեր, որտեղ հաց ընդեղ կաց, կերեք, խմեք, քեֆ արեք, Նիկոլ Փաշինյանի հետ գործ չունեք աղբեր, մի քննադատեք։ Որպեսզի այդ մարդը կարողանա հանգիստ ձեր եկեղեցիները, ձեր տները, ձեր ունեցվածքը, ձեր գերեզմանները, ձեր հողը, ձեր բիզնեսը, ձեր ապրելու միջավայրը հանգիստ հանձնի ադրբեջանցիներին, այս մարդիկ գովեն նստեն։ Չի կարելի է սահմանադրությունը հենց այդ է, որ դու պիտի քո խոսքի սահմանը իմանաս, այս իշխանությունների բան չասես։ Հենց ասում ես, ուզում ես եկեղեցի էլի, ուզում ես Սամվել Կարապետյան էլի, ուզում ես բժիշկ եղի, ուզում ես դասը, ինչ ուզում ես եղի։ Սահմանդ պիտի իմանաս, չափդ պիտի ճանաչես։ Եթե չէ, այս մարդը մազերը կխառնի, մորը կտնգի, կգա կնստի, Պետրոսի հետ լուրջ զրույց կվարեն։ Եթե դուք ասում եք, որ նրանք քաղաքականությամբ են զբաղվում, եւ ակնհայտ է, որ նախկին իշխանությունները նրանց սատարում են, քաղաքականությամբ զբաղվում պետք է ունենա քաղաքական հայեցակետ եւ տեսլական, հա, եւ եթե նրանք դժգոհ են իշխանությունից, պետք է ունենան կոնտրտեսլական, որն է այդ տեսլականը։
Բայց sense տեսլական որտուս կարալնի Պետրոս, եթե այդ մարդիկ եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում։ Ոչ թե նախկին իշխանություններն են եկեղեցուն պաշտպանում, այլ ողջ ժողովուրդն է պաշտպանում, որովհետև այդ մեր եկեղեցին է, բա որ եկեղեցի չունենանք, սաղը սլենգետանք ձեր նման կուռո։ Առանց հավատքի, առանց եկեղեցու, առանց արժեքների մենք ո՞չ կարանք։ Մենակ փողով մենք չենք կարող ապրենք։ Փողը մեզ համար քիչ է ապրելու համար։ Մեզ ամենակարևորը մենք կարանք փող չունենանք, բայց արժեքներ ունենանք։ Մենք դրանով ենք ապրում։ Հիմա ասես եկեղեցին թող ունենա իր եկեղեցին, մի հայեցակարգ ունի, ինքը ծառայում է Աստծուն եւ իր ժողովրդին։ Հիմա կտրում եք այդ կապը, մարդկանց տանում սարքում եք սրա նման, այսպես քո նման բաներ ու զրկում եք իրանց հայրենիքից։ Ոչ մի հայեցակարգ չկա, հայեցակարգը մեկն է, որ պիտի մենք ունենանք մեր հայրենիքը, մենք ունենանք մեր եկեղեցի, մեր արժեքները եւ դրանց վնասող, դրանք մեր ձեռից առող, դրանց դեպ պայքարող, այս ադրբեջանա-թուրքական այս մի քանի հոգուն, այս փոքրիկ խմբակին դուրս վռնդենք մեր հանրային կյանքից։ Այդքան բան, շատ པարզ հայեցակարգ է Պետրոս, քեզ վռնդում ենք, ելավ հայեցակարգ, սրան վռնդում ենք, ելավ հայեցակարգ, Նիկոլետ վռնդում ենք, էլա, ոտու գլուխ քանի գլուխ եք դուք։ Ասենք մի գլուխ երկու ոտ, թո մեկին էլ էլի 4 ոտ։ Թո տենց էլի։ Շատ իշքան, 200 գլուխ չեք սաղդ իրար հետ։ 200 գլուխն ինչ է ցավ, 200 գլուխը թո 800 ոտ, մաքսիմումն եմ ասում 800 ոտ էլի։ Մի օրվա մեջ լուծվող հարց է։ Հիմա ես կարծում եմ, որ մեր հասարակության մեջ կա պահանջարկ խաղաղության, հա, Իրանք էլ են ասում արժանապատիվ խաղաղություն։ Հա դե բա այդ խաղաղության պահանջարկը ոչ միայն պահանջարկ էր, այլ իրական խաղաղություն էր։ Մինչև 18 թիվը նաև քո իշխանության գալը, քո падգամավոր դառնալը Հայաստանում խաղաղություն էր։ Պահանջված, հաղթանակով կերտված այդ ժողովրդի միասնական պայքարի արդյունքում ստեղծված խաղաղություն էր։ Եկել եք այս խաղաղությունը սարքել եք պատերազմ, պատերազմով պետությունը կործանել եք, լուսավոր զավակներին տարեք կործանել եք, իրանց զողողության վայրը համարում եք ճշնամական տարածք, հիմա ասում եք, թե չեք ուզում խաղաղություն լինի։ Մենք ունենք խաղաղության պահանջարկ։ Բայց խաղաղության պահանջարկել ունենք, խաղաղություն էլ հետ ունենք։ Եկել եք խաղաղությունը դարձել եք պատերազմ, պատերազմով նորից վախեցնում եք մարդկանց։ Այ որ դուք չլնեք, արա ինչ լավ կներ, բայց դուք չլնեիք, չէ Պետրոս։ Օրինակ պատկերացնում ես, արա սրանք ինչի ոչ մեկը չտուժեցին այդ պատերազմից Պետրոս։ Ոչ մեկը գիտես, չէ՞։ Մի հատ քպեական չկա, որ քիթը արունոտացելնի այդ պատերազմում։ Ջոկատներ էին սարքել մարզպետները, համայնքի ղեկավարները, падգամավորները, մեկի քիթը չի արունոտվել։ Արա սա ճակատագին ինչ բան արա, ինչ լուսավոր տղերք են կործանվել։ Հասկանում ես, ինչ լուսավոր տղերք են կործանվել ու ովքեր են մնացել։ Չի, նախ ինչու է իրանց այդ արժանապատիվ խաղաղությունը տարբերվում կառավարության բերած խաղաղությունից, հա, տպավորություն է ստեղծվում, որ ուղղակի եթե ուրիշ մարդ գնա ստորագրի այդ նույն թղթերը, այդ կլինի արդեն արժանապատիվ խաղաղություն։ Ուրիշ մարդ այդ տղա այդ նույն թղթերը չի ստորագրելու։ Ուրիշ մարդը արժանապատիվ խաղաղության թղթերն է ստորագրել։ Այդ նույն թղթերը մենակ դուք կարաք ստորագրեք, որովհետև ձեր ստորագրած բոլոր թղթերը դրանք խաղաղության թղթեր չեն, դրանք կապիտուլյացիայի թղթեր են, որոնցով ուղղակի հայրենիքը հանձվում ճշնամուն։ Էդի խաղաղություն չի, էդի գերեզման է, էդի կործանում է։ Ուրիշ մարդ ստորագրելու է խաղաղության թղթերը, որը բերելու է արժանապատիվ խաղաղություն։ Այդ մենք տեսել ենք մինչև ձեր գալը։ Պարոն Զուլյան, տեսեք, մի տեսլական ես լսել եմ։ Նրանք ասում են, որ Ռուսաստանի հետ կվերականգնենք մեր դաշնակցային հարաբերությունները, այսինքն մեր անվտանգության գոտին կվերականգնենք, Ռուսաստանը տեր կկանգնի մեզ, որովհետև մենք հակառուսական չենք ինչպես գործող իշխանությունները, եւ մաքսիմալ կկենտրոնացնենք մեր ներուժը։ Հա ձեզ նոր տեսլականի բանաձև։ Այսինքն դու էլ ես չէ ընդունում, որ փչացրել են Ռուսաստանի հետ հարաբերությունները, որ այդ փչացնելու հետևանքով եղել է այդ ամբողջ անվտանգային համակարգի փլուզում, ինչը բերել է պատերազմի, ինչը բերել է դժբախտությունների։ Հիմա մարդկը ասում է, դե քանի որ դա փլուզել են, կարևորը Ռուսաստանի հետ կապ չունենանք, այդ անգլենք Թուրքիա, շնորհավորենք իրանց Կուրբան Բայրամը, Նիկոլ Փաշինյանն եթե Էրդողանի կոշիկները լիզի, եթե Ալիևի կոշիկները լիզի, Արադ Միրզյանը գնա Ջերոմ Բայրամովի կոշիկները լիզի, ամեն մեկը մեր թուրք ճարի դրա կոշիկները լիզի, բայց հանկարծ մենք չվերականգնենք մեր
անվտանգության համակարգը եւ նորմալ հարաբերությունները մեր դաշնակից պետությունների հետ։ Այսինքն այս պարագայում ինչպես 2020 թվականին, ինչպես 2022 թվականին, 2023 թվականին շատ հնարավոր է, որ կլինի ինչ-որ մի գործարք, որը Ռուսաստանը մեր շահերի հաշվին կկնքի նույն Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ։ Այդ դեպքում ինչու մենք չգնանք բանակցենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Տեսա, դա մար ասում աղբեր ջան, եթե Թուրքիայի Ադրբեջանի շահ կա, մենք ինչ գործ ունենք Ռուս։ Այդքան միանգամից հանձնվենք Թուրքիային եւ Ադրբեջանին, կլենք Թուրքիայի կազում մի հատ ժողովուրդ, թե դրանք էլ կթողնենք ապրենք։ Չեն թողնի կցեղասպ, այն ինչ կա դրա մեջ, այ Պետրոսյան սարքել եք պատմություն, այդ ցավը տանեմ։ Ցեղասպանությունը էլ է, ինչ են անում ընդամենը խեշ մարդիկ։ Վերցնում են հայերին, մորթում են, բնաջնջում են, բռնի տեղը հանում են, այն 100 տարի առաջ, 100 տարի առաջ, հիմա, ինչ է այդ մարդկանց արածը։ Կարող է տակել ինչ որ մի բան չի մնում։ Դե մնում է որտեղ հաց ընդեղ կաց։ Հիմա պարտադիր պիտի անպայման պետությանը տանելնի Հայաստանի Հանրապետություն։ Թողնի Օսմանյան պետություն, թողնի Թուրքիայի Հանրապետություն։ Ինքը ինչ է իր կյանքում փոխվում։ Վերջացավ գնաց արա սարքել եք պատմություն, մի հատ պետություն ունենալու համար, մի հատ ինքնություն ունենալու համար, մի հատ եկեղեցի ունենալու համար, մի հատ չգիտեմ պատմական հիշողություն ունենալու համար, մի հատ արժեք ունենալու համար, մի հատ ծնող ունենալու համար, սարքել եք եսի ինչ։ Հիմա այս մարդը, որ ասենք թե իր ծնողին հակադիր գործունեություն է ծավալում, մերժում, ծնողին էլ է մերժում, հայրենիքին էլ է մերժում, եկեղեցուն էլ է մերժում, ամեն ինչն է մերժում, չի ապրում, ուտելու բան չունի, հա սոված է, հլնայդի սովածի տեսք ունի, այդ պրծավ գնաց արա մի կյանք ենք ապրում, փորը լսնի պրծավ էլի։ Պետրոս ոնց որ սրտից դեմ, հա խոսում։ Իսկ այդ impeachment-ը ձեզ հասկանալի է, ինչի համար է։ Ես կարծում եմ այդ impeachment-ի իմաստը որն է, հա, որ եթե դուք քաղաքական ուժ եք, դուք պետք է ինչ-որ գործունեություն ծավալեք, հա։ Դուք կարող եք կոնստրուկտիվ կառավարության հետ աշխատել ինչ-որ մի օրենքի վրա, ասենք չեմ, կառավարությունը օրենք է բերում, դուք քննադատում եք, այդպես էր նախորդ խորհրդարանում օրինակ, հա, այնտեղ ԲՀԿ-ն եւ Էդմոն Մարուկյանը ինչքան էլ քննադատում էին կառավարությանը, բայց աշխատում էին իրենց հետ։ Հիմիկվա անդիմությունը ասել է, որ չէ, մենք այս կառավարության հետ ընդհանրապես գործ չունենք, նրանք դավաճաններ են, նրանց հետ որևէ բանի մասին խոսել չի կարելի, մի բանով պետք է զբաղվել, հա, եւ նրանք առաջ են բերում այդ impeachment-ի գաղափարը։ Արա, ես ինչեր է խոսում Պետրոս։ Արա, էսի համ քաղաքագետ է իրան համարում, համ ազգային ժողովի падգամավոր է եղել, այսինքն բարձրաստիճան պաշտոնատար անձ։ Ու մինչև հիմա այս քաղաքագետ падգամավոր կոչվածը տեղյակ չի, թե վարչապետին անվստահություն երբ են հայտնում, ով ասում, որ դա պիտի ընդդիմությունը հայտնի, որտեղ է գրած, որ դա պիտի ընդդիմությունը անի, այլ ոչ թե հենց կառավարությանը աջակցություն ցուցաբերած ուժը, եթե կառավարությունը իրանց նախընտրական ծրագիրը չի կատարում, ինչ կապ ունի դա ընդդիմության հետ։ Ասեք տարական բաներ է, էլի, որը որ քաղաքագետ։ Այսինքն Բարգավաճ Հայաստանն ու Լուսավոր Հայաստանը համագործ, բայց դրանք ընդդիմություն երբ են եղել։ Դրանք պարլամենտ են անցել, երբ որ Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական կոալիցիայի մաս են կազմել։ Հիմա այլ դասավորություն է խորհրդանում։ Դու էլ գնացես սրան պրպտել ես, քթել ես, բերել ես, այս Նիկոլականին նստացրել ես, որ մթոմ էսի Վահագ Ալեքսանյանը չի էլի։ Ճիշտ է, նույն կոնֆիգուրացիայի է, նույն ձևի է, բայց Վահագ Ալեքսանյանը չի։ Էսի քաղաքագետ է։ Մեկ է դու ես լրագրող ու քաղաքական մեկնաբան, ես էլ քաղաքագետն է։ Իհարկե այդտեղ նաև մի քիչ ավարտան դավադրաբանական մի քիչ տեսություններ կան, որ հենց ընդդիմության շարքերից, որ իրականում դրանով չգիտեմ Քոչարյանը ուզում է Սերժ Սարգսյանին գցել, Սերժ Սարգսյանը ուզում է Քոչարյանին գցել եւ այլն։ Ապուշ դուսա տալել, ասեն Քոչարյանն ինչ կապ ունի, Սերժ Սարգսյանն ինչ կապ ունի։ Անվստահության գործընթացը падգամավորներն են անում, ոչ Սերժ Սարգսյանն է падգամավոր, ոչ Ռոբերտ Քոչարյանն է падգամավոր։ Այսինքն ապուշ մի բանից վերցեն, հենց հենց խոսեն էլի։ Ես այդպիսի դավադրաբանական թեմաների մեջ աշխատում չմտնել, ես ենթադրում եմ, որ ընդհանրապես նրանք խնդիր են լուծում, նրանց մասին չմոռանանք, որ նրանք ընդդիմադիր դաշտը չզիջեն ուրիշ ուժերի, որովհետև իրականում ես կարծում եմ վաղուց արդեն հասունացել է նոր ընդդիմության
կարիքը, որովհետև խնդիրներն են փոխվում, հա։ Իշխանությունը պիտի միշտ մնա, Պետրոս տենց հայ այս քաղաքագետներ կան, որոնք սենց իրենց քաղաքագիտական պատկերացումներով սենց է, իշխանությունը պիտի մնա միշտ Նիկոլը, ընդդիմությունը պիտի փոխվի, այս ընդդիմությունը պիտի հրաժարական տա, իր տեղը պիտի նոր ընդդիմություն գա, այս ընդդիմությունը պիտի չթողնի, որ ընդդեից նոր ընդդիմություն գա, հենց գալիս է պետքա դրա դեմ, բայց իշխանությունը պիտի միշտ մնա Նիկոլ, կապ չունի իր խոստումները կատարում է, չի կատարում, կառավարության ծրագիրը կատարում են, չի ոչ, impeachment չպիտի լինի, ընդհանրապես պիտի ընդդիմությունը փոխվի, դրա տեղի գանորը ու Հավիտյանս Հավիտենից Նիկոլ Փաշինյանը պիտի մնա վարչապետ, ու քանի որ Նիկոլ Փաշինյանը մնում է վարչապետ, ինքը արդեն դառնում է աստվածային մի հատ sense երևույթ, ու քանի որ աստվածային երևույթն էլ ինքն է, հայ առաքելական եկեղեցին էլ ոչ թե Նիկոլ Փաշինյանին է դավանում, այլ Հիսուս Քրիստոսին, ուրեմն պիտի եկեղեցին վերանա, պիտի մնա մենակ մի հատ եկեղեցի, որը դավանում է Նիկոլ Փաշինյան, ինքն էլ պիտի լինի տեր, ելելույա Նիկոլի քուրմ, քուր չի այդ աղա, քուրմ. Դու էլ Պետրոս մորուք կթողնես, դու էլ մորուք կթողնես, մետերտերը դու կլնես։ Փաշինյանի այցը Անկարա կարևոր է թե ոչ։ Պետրոս, տենց հարց են տալի։ Արա բա ոնց կարևոր չի, բա դրանից կարևոր այց, ուրիշ որտեղ կարա լինի։ Ուր է դա Փաշինյանը, որը լինի ավելի կարևոր, քան Թուրքիա։ Իհարկե կարևոր է։ Դրանից կարևոր այց գոյություն իմիջայլոց ասեմ քեզ Փաշինյանը որ խելոք լինի, մենակ Թուրքիա կետա։ Թուրքիա, Ադրբեջան, Թուրքիա, ուրիշ տեղ մենք ինչ գործ ունենք, այ աղբեր, մենք ինչ շահ ունենք ուրիշ երկրների հետ, ուրիշները սա մեր թշնամիներն են, մեր բարեկամները, մեր խաղաղությունը մենակ Թուրքիայից է ու Ադրբեջանից է, Փաշինյան մենակ ընդեպի դա, տենց է, չէ, կարևոր է, չէ, պարոն Զոլյան։ Ես կարծում եմ շատ կարևոր է եւ այս առումով ընդհանրապես Հայաստանի ցանկացած ղեկավար լինի այսօր, լինի վաղը, լինի 10 տարի հետո, կարծում եմ պարտավոր է լինելու այցելել եւ Մոսկվա, եւ Անկարա։ Արա Մոսկվայից մեն ինչ անեն, արա ցուր Մոսկվան, արա ինչ կա Մոսկվա, ինչ ունենք մենք Մոսկվայի հետ։ Միայն Անկարա, միայն Բաքու, միայն Ստամբուլ։ Ինչ կապ ունեն Բրյուսելն, Վաշինգտոնն, ինչ շահ ունենք մենք դրանցից։ Եվ գուցե Բաքու, հա։ Գուցե որն այդ սավենը լավ է գիտես էլի, բա դուք չես ուզում գնաս Բաքու։ Արա դու ուզում ես թուրքերի հետ ապրեք, գնացեք ընդ ապրեք, թուրքերին չեք բերում ըստեղ։ Կլինի դու էլ գնա էլի Փաշինյանին ասա թող քեզ է տանի չբերի։ Ոչ թե որովհետև դա մեզ շատ հաճելի է կամ դա պետքա ուրեմն իրան դուր է գալիս, հա, որովհետև դա է մեր տարածաշրջանը, սրանք են մեր հարևանները։ Չէ, քեզ ընդենես բաներ կանեն, որ հաճելի էլ կլինի, դուրդ էլ կգա։ Պետրոս, դուք պատմես սրան։ Ալենին բանին կվերցեք, կեթա կնդենես բաներ կանեն ձեզի, նենց հաճելի կլինի, լրիվ քո ուզածը։ Այս երկրների հետ մենք պետք է աշխատենք։ Իհարկե դեռևս բարձ չի մի քիչ այդ այցի մանրամասները, բայց ինչի՞ դա պետք բարձել է, այցը տանեմ կարևոր է այցելի, այդանք Թուրքիա հələ մի հատ մանրամասնել լինի, օրակարգ լինի, ինչ որ մեկը խո հարց չի քննարկում ընդ։ Բարձ չի ինչ է, գետը կոշիկների կլեզի կգա։ Քեզ է կտանի, դու էլ քուփայ կլիզես կգաս։ Հարաս։ Բայց ամեն դեպքում նման այցը դա պատմական այց է, որովհետեւ այց չի եղել շատ վաղուց, հա։ Հապես պատմական ասում են մի բանի, որը ինչ որ էական բանա փոխում։ Ինչը կարող է այստեղ փոխվի։ Ինչ կա, բայց ինչ կա դա մտածելու, Պետրոս, բայց ինչ կա դա մտածելու, Պետրոս, Հայաստանը վերանում է, պատմությունը փոխվում է, Հայաստանը հայտնվում է պատմության գիրկը։ Վերջ։ Բայց դրանից էլ լավ պատմական, էլ ինչ էր որ էր պատմական։ Հայաստանը դառնում է Ադրբեջանը թուրքական տարածք, կայացվում է պատմական որոշում, պատմական այց։ Դե ամեն դեպքում հենց այդ այցի փաստը ինքը շատ կարևոր է, հա, եթե հիշում եք Սերժ Սարգսյանի այցն էր վերջին անգամ այդպես լուրջ այց, հա, այդ հայ-թուրքական այդ ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում, Ատեն ինչ էր լուրջ առանթամենը ֆուտբոլային նայում էլ այց հավատան, էսա կարևոր։ Սերժ Սարգսյանը խո Հայաստանը չհանձնեց Թուրքիային։ Էսա կարևոր, էսա պատմական։ Սերժ Սարգսյանին այդ դրա համար իրեն դրական եմ գնահատում։ Մենք գնացել ենք ինչ որ առիթով, ֆուտբոլ, չգիտեմ, դիվանագիտական թաղում Թուրքիայի նախագահի թաղմանը Լևոն Տեր-Պետրոսյանն է գնացել։ Արա լսի, կարող է հանգարց, եթե
Նիկոլի մի բան պատահի, Էրդողանը գա թաղում։ Ինչ ես կարծում, Զոյլյան, կգա թե չի գա։ Ինձ թվում է չի գա։ Չի գա ախպեր։ Սա շատ կարևոր խորհրդանշական նշանակություն կունենա, հոգեբանական նշանակություն կունենա, Պատմական նշանակություն կունենա, քաղաքական անվտանգային Երկիրա վերանում, այդ ցավը տանեմ։ Երկիրա հանձվում թուրքերին, մաս, Արցախը հանձնվել է, հետո մյուսներն պիտի հանձնվեն։ Մնա ինչ անենք, արա մնա գախացավան կարա պետություն կառավարել, տենում եկել է ջանջալ գործ արա, փոքր էլի մեծ էլի։ Ինչի տա պետք է ախպեր։ Մի կյանք ենք ապրում։ Եվ ամեն դեպքում սա նպաստելու է խաղաղությանը մեր տարածաշրջանում եւ մեր անվտանգության ապահովմանը, հա, որովհետեւ երբ որ մենք խոսում ենք անվտանգության մասին, հա, սովորաբար մարդիկ նկատի ունեն զենքեր, չգիտեմ, գաղտնի ծառայություններ եւ այլն, այդ ամենը շատ կարեւոր է, բայց անվտանգության ապահովման շատ կարեւոր մի մաս դա դիվանագիտությունն է։ Ճիշտ է, օրինակ հիմա Ստեփանակերտում խաղաղությունը հաստատվել է, մի ժամանակ զորահանդես էին անում, սա Ղարաբաղի տղամարդկանց կեսը զինվորական, անվտանգության մարմիններ, ուժային մարմիններ եւ այլն, արա հիմա հանդե ոչ զորք, ոչ զենք, խաղաղ, հանգիստ, դիվանագիտորեն 22 թվականի հոկտեմբերի 6-ին Փաշինյանը Ղարաբաղը հանձնեց Ադրբեջանի շրջափակում արին, Ղարաբաղցիներին հանեն։ Հիմա նույնը այդ հաջողությունը պիտի կրկնվի։ Հիմա այդ հաջողությունը պիտի կրկնվի ոնց պիտի այդ Ստամբուլ պիտի գնաս, Անկարա պիտի գնաս, Բաքու, որպեսզի գան այդ մարդիկ, ստեղ խաղաղություն հաստատեն, որպեսզի այդ մանակ, այդ անվտանգային բաները վերանա, իրական խաղաղություն լինի, մեր հոգիները կլինեն երկնքում, մենք վերևից կնայինք ուրախանանք, Պետրոս ջան, կնայինք ուրախանանք, թե մեր երկրում ինչ խաղաղություն է հաստատվել։ Իհնե կմնա կապրի, գիտես, չէ՞, այնպես կապրի հələ մի հատ էլ մտքին եկա ասում, անես մի հատ բան կանեն, որ հələ մի հատ էլ հաճելի էլ կլինի ասում։ Սա շատ նորմալ է, այսինքն այն որ մեզ մոտ սա մի քիչ հիմա պես որոշակի սթրես է կամ չգիտեմ շոկ է առաջացնում, սա ընդհակառակը խոսում է այն մասին, որ մենք սովոր չենք այդ դիվանագիտական աշխատանքին, հա, մենք չգիտենք թե ի վերջո դիվանագիտությունը ինչ է իրանից ներկայացնում։ Ճիշտ է ասում էլի, ճիշտ է ասում, այդ մի բանը այ ախպեր մենք ինչ ենք իմացել, դիվանագիտությունը ինչ է, դիվանագետը ինչ է, խելքներս տվել ենք այն Վարդան Օսկանյանին, այն Էդվարդ Նալբանդյանին, այն մնացած դիվանագետներին, որ գնացել էին, սովորել էին, աշխատում են, այ ախպեր մինչև էս Արարատ Միրզոյանը եկավ, իր հետ Վահան Կոստանյանը, Ռուբեն Ռուբինյանը, եկան սրանք սաղ տղերքով հավաքվան, Նիկոլ Փաշինյանը ժամանակակից համաշխարհային դիվանագիտության գլուխ գործոսներից են, եկան այս տղերքը հավաքվան, նոր մենք այսօր նոր սենց հայկական դիվանագիտությունը նոր սկսում է իր առաջի քայլերն անել ու հաստատուն քայլերով այդ դիվանագիտությունը գնում է դեպի Անկարա եւ Բաքու։ Հիմա սովորում ենք եւ դա շատ նորմալ է, ես կարծում եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, շատ շնորհակալություն, ձեզ էլ ենք շնորհակալ։ Էս ինչ լավ լուսավոր եք դուք այսօր մեզի։ Բայց քո ծանողներին մենք շնորհակալ չենք։ Մեր հյուրը քաղաքագետ Միքայել Զոլյանն էր, կհանդիպենք ցտեսություն։